Հունիսի 1-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության շարահրապարակը մանուկների համար ուրախության եւ գունեղ տպավորությունների կենտրոնի էր վերածվել։ Տոնական միջոցառմանը երեխաները ոչ միայն զվարճանալու հնարավորություն ունեին, այլ նաեւ ինտերակտիվ եւ ճանաչողական ծրագրերի միջոցով բացահայտելու ոստիկանների, փրկարարների եւ պատասխանատու քաղաքացու առօրյան։ Մեկնարկն ազդարարեց ներքին գործերի նախարարության ոստիկանության նվագախումբը։ Հայտնի մյուզիքլների եւ սիրված ստեղծագործությունների կատարումները հրապարակին հաղորդեցին տոնական շունչ եւ բարձր տրամադրություն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւս ներկա էր տոնական միջոցառմանը։ Կիսելով երեխաների ուրախ տրամադրությունը, նախարար Սարգսյանը շրջեց հրապարակում, ծանոթացավ ինտերակտիվ գոտիներին, զրուցեց փոքրիկների հետ ու մասնակցեց նրանց համար կազմակերպված խաղերին ու հետաքրքիր ծրագրերին։ Փոքրիկներին սպասում էին բազմաթիվ անակնկալներ, ճանաչողական եւ իրազեկող խաղեր, թեմատիկ մրցույթներ, հետաքրքիր առաջադրանքներ, նվերներ, ինչպես նաեւ լուսանկարվելու համար հատուկ անկյուններ։ Փոքրիկ ոստիկան, փոքրիկ փրկարար եւ փոքրիկ քաղաքացի ինտերակտիվ գոտիներում երեխաները մասնակցում էին տարբեր ծրագրերի, իրենց գիտելիքներն ու հնարամտությունն էին փորձում թեմատիկ այլ կերպ ինտելեկտուալ խաղում։ Նաեւ ծանոթանում էին նոր կենսաչափական անձնագրին եւ անձնագրավորման գործընթացի առանձնահատկություններին։ Իսկ տոնական տրամադրությունն ապահովում էին սիրված մուլտհերոսներն ու փորձառու խաղավարները, ինչպես նաև փրփուրե շոուն, ավազով նկարչությունը, ակվագրիմն ու բատուտը, գնացքով ուղևորությունը։ Ժպիտներով, վառ տպավորություններով եւ անմոռանալի պահերով լի օրը հերթական անգամ փաստեց, որ անվտանգ պետությունում երեխաները կարող են եւ պետք է ունենան անհոգ մանկություն, համարձակորեն բացահայտեն աշխարհը եւ վստահությամբ նայեն ապագային։ Եթե քաղաքացու անձահաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է, կարող է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը բաղկացած է երկու մասից։ Իրավիճակներ, երբ քաղաքացու անձահաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է մինչև 6 ամսով, եւ իրավիճակներ, երբ քաղաքացու անձահաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է ավելի քան 6 ամսով։ Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում եւ միանգամից քվեարկության օրը հունիսի 7-ին ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս եւ իրացնել իր ընտրելու իրավունքը։ Երկրորդ պարագայում անձը պետք է փոխանակի իր անձնագիրը եւ դա պետք է անել արդեն այսօր։ Փոխանակված անձնագրով անձը կարող է հանգիստ քվեարկել։ Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել եւ տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կրկին կարող է մասնակցել ընտրություններին։ Բայց այստեղ կա նաեւ երրորդ սցենար, երբ անձը ստացել է քաղաքացիություն եւ երբևէ դեռևս չի անձնագրավորվել։ Պետք է խնդրենք մինչեւ քվեարկության օրը անպայման հասցնել ձեռք բերել անձնագիր, որովհետև դա նախապայման է քվեարկությանը մասնակցելու համար։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազգային ժողովի ընտրությունների դեպքում ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը տեխնացուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է արդար ընտրությունից։ Ընտրական բարեգործությունը քրեորեն պատժելի է։ Մայիսի 25-ից հունիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5112 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 138 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 21, չամրակապված վարելու 763, առանց մանկական նստատեղի քարսիթի 43, վարելու ընթացքում ծխելու 751, վարելից հեռախոսից օգտվելու 319, հետիոտնի որ սահմանված վայրով
անցնելու 40 եւ 1983 այլ իրավախախտում, 114 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 140-ը տեխնիկական զննություն չանցած, 99 լուսարձակների անսարքությամբ, 53-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու ամենքային ոստիկանության բաժիններ է տարվել 98 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15402 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 273 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 255 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 453 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 61, չամրակապված վարելու 4050, առանց մանկական նստատեղի քարսիթի 289, վարելու ընթացքում ծխելու 650, վարելի սեռախոսից օգտվելու 674, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 102, արագության գերազանցման 2583 եւ 4653 այլ իրավախախտում, 338 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 636-ը տեխնիկական զննություն չանցած, 356-ը լուսարձակների անսարքությամբ, 163-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 18 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։ Եթե անձը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ցանկանում է ժամանել եւ մասնակցել քվեարկությանը, ինչ պետք է անի։ Երկու կարևոր գործողություն ունի իրականացնելու տվյալ անձը։ Պետք է ստուգի իր հաշվառումը, պետք է ստուգի իր անձնագրի վավերականության ժամկետը, կամ պարզապես անհրաժեշտ է ստուգել նախնական ցուցակները, որոնք արդեն հրապարակված են։ Եթե անձը չի հայտնաբերի իր տվյալները նախնական ցուցակներում, ապա կամ հաշվառման խնդիրն է պետք կարգավորել, կամ անձնագրի։ Երկու դեպքում էլ արդեն գործելու ժամանակն է։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է։ Ընտրակաշարք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ, ընտրակաշարք տալը մինչև 8 տարի ազատազրկմամբ։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է ազատ ընտրությունից, քո ձայնը վստահություն է, ոչ թե վաճառքի առարկա։ Ինչպես կարող է մահացած անձի անուն-ազգանունը մնալ ցուցակներում։ Այս հարցին իհարկե բազմիցս անդրադարձել ենք, սակայն կրկնեմ եւս մեկ անգամ։ Եթե մահը արձանագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա լիազոր մարմինը չի ստանում մահվան վերաբերյալ որևէ տեղեկատվություն, մինչև հարազատները, ընտանիքի անդամները չեն դիմում լիազոր մարմնին կամ քաղաքացիության ակտերի գրանցման գործակալություն կամ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Եթե հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ ցուցակներում, անպայման դիմեք մեզ։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է։ Հավաքին մասնակցելուն հարկադրելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։ Եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ մարդու տվյալներ, ինչ անել։ Տվյալ պարագայում անպայման պետք է դիմել ոլորտի լիազոր մարմին, միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Նման իրավիճակ հնարավոր է, եթե այդ հաշվառումը պահպանված է դեռևս վաղուց, գուցե տվյալ բնակելի տարածքի նախկին սեփականատերերի կողմից կատարված հաշվառում է։ Մենք իրավիճակը շատ արագ անմիջապես կշտկենք։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է։ Քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից։ Եթե վերջնական ցուցակների հրապարակման պահին դեռևս լրացած չէ անձի 18 տարին, կարողանալու է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Պատասխանը դրական է, կարողանալու է։ Ավելին, եթե անձի 18 տարին լրանում է անմիջապես հունիսի 7-ին, քվեարկության օրը, ապա նրա տվյալները արդեն իսկ ներգրաված են ցուցակներում։ Բոլորը կարող են ստուգել եւ համոզվել, ինչպես նաեւ անպայման քվեարկել։